Խոսքս ուղղում եմ բոլոր այն մարդկանց, որոնք պատրաստվում են հարսանիքի։ Խնդրում եմ ձեզ, եթե դուք հարսանիքի փող չունեք, վարկով հարսանիք մի արեք։ Աղաչում եմ ձեզ, սիրելի, սիրահարված ամուսնացողներ, որ պատրաստվում եք հիմա հարսանիքի եւ մտածում եք, որ պիտի լավ հարսանիք անեք։ Եթե ձեր փողը քիչ է, մի քիչ համեստ հարսանիք արեք, քիչ մարդ հրավիրեք, մի քիչ ուտելիք սարքեք, մեկը կեսի չաթը չեք ուտելու։ Մտածեք, որ հարսանիքը ամենակարևոր բանը չի, հարսանիքը չի, որ որոշելու է ձեր ապագա երջանկությունը։ Դուք կարող եք հարսանիք ունենալ եւ չլինել երջանիկ եւ հակառակը, չունենալ հարսանիք եւ լինել երջանիկ։ Ուրեմն հարսանիքը չի կանխորոշում ոչինչ, դա ընդհանրապես քեֆ ուրախությունն է մի անգամ մի օր։ Եթե դուք ձեզ կարող եք դա թույլ տալ, փող ունեք, հիանալի է, արեք, ձեր փողն է, ձեր քեֆն է, բայց եթե դուք չունեք փող, վարկով հարսանիք մի արեք։ Խնդրում եմ ձեզ։ Նայեք, չեմ ուզում բացատրել, թե ինչու պետք չի դա անել։ Չեմ ուզում, դուք սիրահարվել եք, դուք հիմա հազար ու մի հոգս ունեք, հազար ու մի հույզերի մեջ եք, դուք դրական առումով նորմալ վիճակի մեջ չեք։ Դուք սիրահարված եք, լավ եք ձեզ զգում, ձեր մեջ հորմոններն են խոսում։ Դրա համար մի խորացեք, թե ինչու պետք չի անել վարկով հարսանիք։ Մի խորացեք, չեմ ուզում բացատրել։ Ուղղակի խնդրում եմ ձեզ։ Այ եթե դուք ասենք վաղը պլանավորել եք գնալ բանկ եւ վերցնել այդ վարկը կամ դիմել այդ վարկի համար, փոխեք ձեր պլանները։ Մի գնացեք բանկ, մի վերցրեք վարկ։ Այ ունեք, չգիտեմ, $2000 ունեք, $2000 արեք։ Ինչ անում եք $2000 արեք։ 20000 ունեք, ուզում եք 20000-ից անեք, 20000 ունեք, 20000-ով արեք։ Չնայած դա խելամիտ չի ֆինանսապես, բայց կրախի չի մատնի ձեզ, դա ձեզ չի կործանի։ Ինչ ասեմ, $500 ունեք, $500-ով արեք։ Մարդ մի հրավիրեք կամ շատ մարդ հրավիրեք, բայց ձեր ունեցած փողի շրջանակներում վարկով հարսանիք մի արեք։ Խնդրում եմ ձեզ, շատ եմ խնդրում։ Ինչ կարող եմ անել ձեզ համար, ոնց համոզեմ ձեզ, որ վարկով հարսանիք մի արեք։ Մի արեք վարկով հարսանիք։ Սիրելի ամուսնացողներ, դա լավ բան չի։ Վարկով հարսանիքը չարիք է։ Դա ձեզ դժբախտացնելու է։ Եթե դուք վարկով հարսանիք անեք, ձեր վերջը լավ չի լինի։ Ասենք դուք ամուսնանում եք, ամուսնանալուց հետո պիտի ենթադրվում է, որ դուք պիտի սեքսով զբաղվեք, եթե ամուսնանալուց առաջ էլ կարող եք զբաղվում եք, բայց հետո հաստատ զբաղվելու եք, չէ՞։ Նայեք, եթե դուք վարկով արեցիք հարսանիքը, բանկն է ձեր այդ սեքսով զբաղվելու հետո երկար տարիներ։ Այնքան վարկը մեծ եղավ, այնքան ավելի երկար տարիներ։ Բանկն է ձեր այդ սեքսով զբաղվելու։ Հասկանում եք։ Այդքան վատ բան է դա։ Ով է ուզում բանկի այդ սեքսով զբաղվի, ոչ մեկը։ Վարկով հարսանիքը ձեզ բերելու է դրան։ Դրա համար խնդրում եմ ձեզ, մոռացեք այդ վարկով հարսանիք անելը։ Մոռացեք։ Համարեք, բանկեր չկան, վարկ չկա։ Վարկ մի վերցրեք։ Շնորհավորում եմ ձեզ, բախտավոր լինեք, երջանիկ լինեք, երեխաներ ունենաք, լավ կյանքով ապրեք, ձեր երազանքները թող կատարվեն։